Բաստուրի մաչոներ ջան, այսօր պատրաստում ենք միասին հավի ջերկի։ Մենք ունենք այստեղ կրծքամսեր, այս բոլոր յուղերը առանձնացնում ենք հիմա, ընկերներ ջան, մաքրում ենք ավելորդ մասերը։ Կողքի բոլոր այս ավելորդ մասերն ենք անում, մնացածը կարա մնա։ Շատ լավ է, ընկերներ ջան, կտորները բոլորը մաքրեցինք։ Սառնարանում կպահենք մինուսավոր 1 օր, սառի, հետո սլայզերով կկտրենք։ 1 օր պահեցինք հավի կրծքամսերը սառնարանի մեջ, հիմա կկտրենք սլայզերով։ Կտորները լավ սառել են արդեն։ Ահա, ընկերներ ջան, կտրեցինք մենք մանր բոլոր կտորները, կրծքամսերը բոլորը կտրտեցինք։ Սլայզերով մենք կտրեցինք հավի կրծքամսերը։ Հիմա մենք կպատրաստենք աղաջուրը։ Մենք ունենք այստեղ 1 լիտր ջուր, ունենք այստեղ 10 գրամ կարմիր բիբար, 10 գրամ սև բիբար, 10 գրամ քիմիոն։ Այստեղ ունենք 20 գրամ աղ, 10 գրամ նիտրիտային աղ եւ 10 գրամ սխտորի փոշի։ Ունենք այստեղ օրանժ ներք, ահա, ներկը եւ վերջ։ Այս համեմունքները մենք խառնենք իրար, կլցնենք ներկը սկզբից եւ կլցնենք ջուրը։ Համեմունքները մենք լավ խառնում ենք, ընկերներ ջան։ Ինքը ընթացքում արդեն կլուծվի ջրի հետ։ Այստեղ գնդիկները տալիս է հիմնականում սխտորի փոշին, մնացածը արդեն նորմալ է։ Հիմա կրծքամսերը կտեղափոխենք արդեն ջրի մեջ։ Թողենք աղաջրի մեջ կմնա 3 օր։ Պարբերաբար մենք խառնենք, որ համեմունքները վերցնի մսի վրա։ 3 օրից մենք կհանենք, կչորացնենք արդեն։ Մարինացված հավի կրծքամսերը հիմա մենք հանում ենք։ Մի հատ տեսնենք ոնց է մարինացվել, շատ լավ մարինացվել են կրծքամսերը։ Միսը մեզ մոտ 1 կիլոգրամ է։ Հիմա մարինատից կհանենք միսը, որ չորացնենք։ Համեմունքներից այստեղ ունենք 5 գրամ գրիլ մաուս, 5 գրամ սև բիբար, 5 գրամ քիմիոն։ Համեմունքները խառնում ենք լավ եւ լցնում ենք հավի կրծքամսի վրա։ Այսպես լավ կխառնենք հիմա։ Հիմա մենք ցանցերի վրա սիրուն կշարենք կրծքամսերը եւ տեղափոխում ենք չորանոցի մեջ։ Մեկ կիլոգրամ միսը մենք տեղավորեցինք 6 հատ ցանցի վրա։ Ահա, հիմա մենք կմիացնենք։ Ջերմաստիճանը մենք կդնենք 30 աստիճանի վրա 1 ժամ սկզբնականում, 1 ժամվա ընթացքում ինքը կչորացնի, հետո մենք արդեն ջերմաստիճանը կբարձրացնենք 80 աստիճանի վրա եւ 3-4 ժամ կեփենք։ Ջերկին եփվելուց հետո թողում ենք մի քանի ժամ սառի, տակ-տակ չի կարելի ընդհանրապես հանել, պետք է պարտադիր թողեք սառի մի քանի ժամ։ Հիմա մի հատ տեսնենք ոնց է եղել։ Ահա ջերկիները, կտորները, հիմա տեղափոխենք։ Մենք ունենք 1 կիլոգրամ միս, 1 կիլոգրամ մսից մենք ստացել ենք այսքանը։ Ընդհանրապես նորմայով պետք է 50% ինքը քաշքցի։ Եթե 50% գցում է, ամեն ինչ ճիշտ է արել։ Հիմա այս մի կտորը կվերցնենք, իր հաստությունը, իր չորությունը, ամեն ինչ նորմալ է։ Կկտրենք արդեն։ Ճիշտ ընդհանրապես ջերկին կտրելու համար պետք է բարակությունը այ այսպես կտրենք։ Այս կողքից, այսպես կտրում ենք։ Ոնց որ միշտ ասել եմ, մեր ատամներն են, մնայք ոնց է փոկվում,
ջերկին։ Էսի ամենահաստ կտորն էր, այս էլ երևի բարակն է, ավելի չոր, նորմալ է, շատ լավ է։ Եթե ուզում եք պատրաստել հավի կրծքամսով ջերկի, տեսանյութը սկզբից մինչև վերջ տեսեք, ըստ դրա արդեն կարող եք պատրաստել։ Ահա տարբերակը շատ լավ, սիրուն, մենք ամեն ինչը ցույց ենք տվել։